Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է, մեր շատ լավ ընկեր, բացի լավ ընկերոջից նաև Հայաստանի Հանրապետության ազնվագույն քաղաքացի ու նաև բժիշկ, ինչ ասեմ, գիտնական Գևորգը, նաև թեման այն լինելու, որ արդյոք մարդը, որը որ ինքը իր մասնագիտությամբ կայացել է, ինքը իր առաքելությունը այս երկրում ինչպիսին է տեսնում, ու եթե մենք վերցնենք ընդհանուր մարդկանց կայացած մարդիկ, իմ կարծիքով Հայաստանի միակ խնդիրը չկայացած մարդկանց խնդիրն է, որ մարդիկ իրենց սեփական մասնագիտությունների մեջ չեն կայանում ու տարբեր բնագավառներում փորձում են ինչ-որ բաներ հասնել։ Ու նաև ելքն էլ որն է, որ կայացած մարդիկ ինչքան ավելի շատ լինեն, իրանք ակտիվ լինեն, իրենք լրիվ իրավիճակ են փոխելու։ Հիմա խոսքս փոխանցեմ Լևոնին, ինքը կնկարագրի, թե ընդհանուր գրականությունը եւ բժշկությունը իրար հետ ինչպես են կապված, թե նաև էդ էլ ասեմ, որ Գևորգը շատ հայտնի գրող է, էդ էլ մենք իրար հետ բանավիճել ենք հայտնիության առումով, թե արդյոք հայտնին այդքան լավ է, թե լավ չէ, չէ, որովհետեւ խնդիրը նա է, որ Գևորգը Չինաստանում է թարգմանվել չինարեն, ու հիմա եթե վերցնենք մեր գրողները, եթե 100 կամ 1000 տպականակում ենք տպվում, ինքը 50,000 է տպվում, ու էդ էլ է հարց, արդյոք ավելի լավ գրողը նա է, թե ով շատ ավելի ընթերցողներ ունի, թե նա, ով որ ժամանակային առումով չէ, թե դա հարաբերական ժամանակի առումով ով ավելի կմնա այն գրողները, ովքեր 10 հոգի էին կարդում, թե ում 1000 հոգի էին։ Հիմա փոխանցեմ խոսքս Լևոնին, թե Լևոնը կներկայացնի, թե ինչ գրողներ են եղել ընդհանրապես, որոնք որ եւ քաղաքացի են եղել, եւ բժիշկներ են եղել, եւ գրող են եղել, ու հետո մենք շատ սահուն ձևի կանցնենք այլ հարցերը բժշկությանը։ Շնորհակալություն, նորից բարև ձեզ, Գևորգ ջան, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ եկել եք, մեր եք։ Այրականում ինձ թվում է, եթե մենք ուզենք, կարող ենք ողջ եթերում Գևորգի արածների մասին պատմել ու իրան գովել ու դեռ չի էլ հերիքի ընկալել, բայց լավ, փորձենք մի քիչ այսպես համեստ մնալ։ Իրականում, հա, առաջին հայացքից թվում է, թե գրականությունը ու բժշկությունը իրար հետ ինչ կապում են, բայց ես երբ մենք Գևորգի հետ պայմանավորվեցինք, մոտ հետաքրքիր հետազոտություն իրականացրեցի, պարզվում է բժիշկները գրողների մեջ մասնակցության բժիշկները երրորդ տեղում են։ Բայց այդտեղ կա շատ մեծ բայց։ Առաջին տեղում լրագրողներն են, երկրորդ տեղում մանկավարժները։ Այսինքն մարդիկ, ովքեր sense tenants աշխատում են գրի հետ, աշխատում են տեքստերի հետ, ուզած իրանք մեկը այդ թեմայի մեջ են։ Շատ տրամաբանական է, որ լրագրողը նաև լինի գրող։ Կամ հակառակը գրողը մանկավարժը նաև ինքը իր միսիան ունի, բան փոխանցելու է։ Հա, այսինքն կամ գրողը որպես երկրորդ մասնագիտություն, կամ այսպես ավելի պրակտիկ մասնագիտություն, ձեռք բերի լրագրողի կամ մանկավարժի մասնագիտություն։ Բայց օրինակ զարմանալի բժիշկները երրորդն են։ Ես ինչ Չեխով գիտեմ, Պաստերնակ։ Զարմանալի Պաստերնակը բժիշկ չի, բայց ինքը դոկտոր, հա, չգիտեմ։ Ինքը Նոբելյան մրցանակ է ստացել։ Չեխովից բացի մենք կարող ենք նշենք հայ գրողներից Ռուբեն Սևակն է բժիշկ եղել, Շիլերն է բժիշկ եղել, զարմանալիորեն Արտուր Կոնան Դոյլն է բժիշկ եղել։ Այսինքն, բավականին կարող ասել հայտնի գրողներ են, էլի, մարդիկ, ովքեր լինելով բժշկի մասնագիտություն, մեծ փառք են։ Օրինակ Արտուր Կոնան Դոյլին ոչ ոք որպես բժիշկ չի ճանաչել։ Եթե Չեխովինը դեռ ինչ-որ դերով երևացել է իր գործերի մեջ, ապա Կոնան Դոյլի մոտ չէ։ Որովհետեւ լավ շատ ժամանակ չտանեմ, sense հարցնան Գևորգին, հատկապես ձեր ոլորտում, հա, մանկական քաղցկեր, իրականում շատ ծանր թեմա է։ Այս հարցում գրականությունը օգնում է թե չէ, կամ ինչ որ դեր ունի, կամ նույն ասենք ձեր բարագայում գրելը ինքը ավելի շատ ստրեսը բաց թողելու միջոց է։ Որտեղ նոր խոսում ենք բժիշկների մոտ տարածված է խմելով ստրեսը հանելա, այդ էլ նաև մասնագիտություններ կա։ Հիմա նաև վերադառնալով քո ընդհանուր բանին, գոնե կարող գրականությամբ ես դու ստրեսը հանում, թե։ Շնորհակալություն, նույնպես անուններ տվեցիք, ես ոչ մի կերպ էլի ոչ մոտ եմ, ոչ էլ ինձ գրող եմ համարում, կարող է որ ասում է սպիտակ թուղթը սևացնում ինչ որ ժամանակ կմեկ, այդպես ստացվում է, թե ինչքանով է ստացվում, ինչքանով չէ, այդ չգիտեմ, չինարեն թարգմանվելու հետ կապված ուղղակի բախտ է վիճակվել իմ հիշողություններն էի տպել Թայվանի մասին,
մի մասը տպվեց China Post թերթում, որը եթե չեմ սխալվում ժամանակին մոտ 400 այդ ժամանակ որ տպվեց 400,000 էկզեմպլյարով, բայց թերթի մեջ բան էր, այդպես հիմա որ հաշվենք այսօրվա համաշխարհային մեդիաները, հա, կամ մեկը ստատուս է գրում, այդպես է կարող է միլիարդով կարդալ, այդ չի նշանակում, որ իրենք գրող են կամ լավ գրող են առավել եւս։ Չգիտեմ, գրականությունը ամեն մարդ տարբեր ինչ որ նախընտրություններ ունի։ Ես սիրում եմ կարդալ, գրել, իմ, այսպես ասած, հոբին ասեմ, թե սիրում եմ ուղղակի կարդալ եւ գրել։ Հիմա չգիտեմ ինչքանով է ստացվում, ինչքանով չէ, կամ ինչքանով եմ հասցնում, ինչքանով չէ, բայց հիմա եթե վերադառնանք բանի հետ կապված, էլի լուծումներ է, չէ, փորձում գտնել։ Հիմա Հայաստանը այն վիճակում է, որ հիմա հանուն արդարության պետք է ասենք, որ քաղցկեղածին երկիր է եւ քաղաքական առումով եւ ընդհանրապես բանի առումով եւ այդ քաղցկեղից ազատվելու խնդիրը ոնց է ազատում եւ քաղաքական եւ հոգեբանական եւ մարդկային հարաբերություններին, եթե որ ամենտեղ մետաստազ դրա տալիս այդ ամեն ինչը։ Այդ բժշկությունն է օգնում քեզ, գրականությունն է օգնում, թե ինչ ես անում, նաեւ դու ակտիվ քաղաքական գործունեությամբ ես զբաղվում, բայց ոչ թե քո մասնագիտությունը թելադրում ես, որ դու քաղաքական գործիչ ես, դու որպես հասարակական գործիչ դու բոլոր տեղերում եղել ես, այսինքն ինչը որ ոչ թե քեզ էքսպերտ ես ներկայացնում, քաղաքագետ ես ներկայացնում, այլ անարդարություն տեսնելով դու միանշանակ այդ ամեն առաջամարտիկ ես եղել տարբեր տեղերում ու նաև առիթը կօգտագործեմ ասելու համար, որ մի քանի մարդու ջանքերի շնորհիվ Հայաստանում քաղցկեղի բուժումը, մանկական քաղցկեղի բուժումը եղել է անվճար, ու այդ իր ներկայությամբ չեմ ասում, բայց նաև Գևորգն էլ, նաև Բագրատ Սրբազանի անունը շատ կուզեի որ հնչեր, թե մարդիկ ոնց են փորձել իրենց կյանքը, իրենց մասնագիտությունը, իրենց ամեն ինչը ծառայեցնել այս երկրին, այսինքն abstract այդ բժշկությունը, գրականությունը, հոգևոր լինելը իմ կարծիքով abstract մտնորոշ, եթե դու չես կարողանում դու քո ձայնը հասցնել ինչ որ բան փոխել ես երկրում, դա տենց abstract հիմա լավ գրողներ, լավ մարդիկ աշխարհում չի գտնվի տենց տեղ, որտեղ որ մարդը ինքը իր չփորձի հասարակական կյանքում իր ակտիվությունը դրսևորելու, դա էլ կուզեմ ասեմ, այսինքն քեզ նաև դու չես վախեցել այն բանով, որ հարվածներ ստանալու ու դու միշտ մտել ես տարբեր տեղեր, պայքարի մեջ ես եղել, այսինքն պայքարի ոնց որ պայքարում ես քաղցկեղի դեմ, նաև պայքարում ես այս երկրում անարդարությունների եւ անբարոյականության դեմ։ Մի քիչ էլ այդ բաներով ասենք, թե ոնց է ստացվում մոտդ ու մեկը մեկին ոնց չի խանգարում, թե օգնում է։ Մի քիչ որ քեզ լսեմ, դա շատ իդեալական է ներկայացնում, էլի։ Դե լավ, մի քիչ։ Շատ տարբեր բաների առնչվեց ասածը, դրա համար փորձեմ ընդհանուր պատասխանեմ։ Կարծում եմ քաղաքականությամբ ամենայն դեպս չեմ սիրում կամ չեմ ուզում, կամ չեմ ուզել զբաղվեմ որպես այդպեսին, թե իսկ ինչ որ բաների դեմ արտահայտվել, որը որ գտել եմ սխալ է, կարծում եմ ուղղակի սովորական, նորմալ, ոչ թե ինչ որ էքստրաորդինար, այլ սովորական մարդու պարտականությունն է, իմ կարծիքով, եթե դու ուզում ես քո շրջապատը, քո երկիրը, քո երեխաների երկիրը ավելի լավը լինի։ Դա է բանաձևը, որ առանց ինչ որ հերոսականացնելու կամ հերոսացնելու կամ ինչ որ այլ էքստրաորդինար գույներ տալու, չէ։ Ուղղակի կարծում եմ դա է ճանապարհը ու եթե նայենք զարգացած բազմաթիվ երկրների, դա էլ ժամանակի ընթացքում այդ հասարակությունները հասել են այնքան, որ իրենք հասկանում են, որ եթե այս մի բանը վատ է, պիտի ասել վատ է։ Թե եթե այդ տոկոսը մարդկանց, որոնք որ նորմալ սովորական մարդիկ բնավ առանց հերոսացնելու այդ որևէ բանը։ Եթե կա այդ քրիտիկական քանակը, այսպես ասած, որը որ պատրաստ է չհանդուրժել վատ բաները,
երկիրը դեպի հաջողությունն է գնում, անկախ նրանից, թե ինքը ստարտային ինչ վիճակում է եղել, որովհետև մարդկության պատմությունը չէ ականատես է եղել Հռոմի կայսրության կործանում, Բյուզանդիայի եւ այլ հզոր կայսրությունների կործանում եւ դրանց զուգահեռ ցեղախմբեր դարձել են աշխարհակալ պետություններ։ Այսինքն այստեղ կարևորը չի ստարտային իրավիճակը, կարևորը նա է թե վեկտորը տվյալ խմբի, տվյալ ազգի, տվյալ ցեղի, տվյալ համայնքի ինչպիսին է դեպի ուղղված է դեպի բարոյականը, դեպի լավը, դեպի զարգացումը, թե դեպի ներքև է ուղղված։ Բայց ցավոք ես ուզում եմ բան ասել, ոնց հաջողվեց տարածաշրջանում դուք հենց քաղցկեղի դեմ պայքարում ամենաառաջամարտիկը դարձաք, ասի Հայաստանում այդ մասնագիտությունը կարողացավ առանձնանալ, ասի այդ մարդկանց հավատի ու պայքարի շնորհիվ ա եղել։ Քո միտքն եմ շարունակում։ մեծ թիմի հավատամյակների ու հավատի պայքարի եւ չվախենալու իրականությունը ասելու, այո, արդյունք է բազմաթիվ սխալների եւ բազմաթիվ ձախողումների, որոնց արդյունքում նաեւ հաջողությունների, այսինքն դա ընդհանուր է ժամանակահատվածում տարբեր մարդկանց մեծ ու փոքր ջանքերի արդյունք է, այսպես ասեմ։ Հավատի, էներգիայի, կյանքի դա։ Այո։ Հիմա ինչ վերաբերում է մեր երկրին, ցավոք այն իրավիճակում ենք, որ սա ցավով եմ ասում, որտեղ իմ երկիրն է, ես կուզեմ, որ բնական է ավելի լավը լինի։ Ցավոք չեմ տեսնում, որ այդ առաջին հերթի վեկտորը ճիշտ գնա, որովհետև խնդիրը նրա մեջ չէ, թե այս բաժակի մեջ ինչ արժողության խմիչք կա լցված, հա, որտեղ կարող է իրականում, ասենք, տարին տարու վրա ավելի թանկարժեք բաժակից խմենք կամ ավելի թանկարժեք սարքավորումներով նկարվի այս ամեն ինչը, դա չի ընդհանրապես խնդիր եւ դա զարգացման հետ ենթադրում եմ իմ կարծիքով կապ չունի։ Կարևորը առաջին հերթին իմ կարծիքով բարոյական հարթության մեջ է եւ իսկ բարոյական հարթության մեջ ցավոք իմ խորին համոզմամբ մենք տանուլ ենք տալիս։ Բայց դրա զուգահեռ կան նաև պայծառ անհատներ, որոնք որ որոշ չափով կամ մեծ չափով փոխում են այդ իրավիճակը։ Քիչ առաջ նշեցիր քո եւ իմ սիրելի Բագրատ Սրբազանի մեր եղբոր, որը որ այս երկրի համար շատ բան է արել ազնազոհությամբ եւ անում, որը այդ լույսերից մեկն է, որը որ փորձել եւ փորձում է իրականությունը փոխել եւ առաջին հերթին բարոյական զարգացում բերել, որտեղ առանց բարոյական զարգացման, առանց բարոյական այդ արժե համակարգի, առանց գիտեք, ընդհանուր հասարակությունը պիտի ունենա ինչ որ սահմաններ։ Պիտի երեխան, երբ որ մեծանում է, իմանա իր հասարակությունում, որ ստելը վատ բան է, ճիշտ խոսալը լավ բան է։ Պիտի իմանա, որ պատասխանատվությունից փախչելը, այո, վատ բան է։ Պիտի իմանա, որ մեղքը ուրիշին վրա գցելը սարսափելի վատ բան է։ Այո, եւ այսպես ասած, ու դա այնպես չի, որ տենց ինչ որ գրված աքսիոմաներ են կամ ինչ-որ։ Չէ, դա մարդկության պատմության ընթացքում մարդկային զարգացման ընթացքում առաջ եկած ինչ որ ընդհանուր դրույթներ են, որը որ մենք նոր հեծանիվ չենք հայտնագործում, այնպես չի, որ արհեստական բանականությունը դա բերել մեզ դեմ տալիս։ Չէ։ Բայց եթե դու ուզում ես ամեն մարդ հարցը ինքն է տալիս, ինքը ուզում է, որ իր երեխան այդ միջավայրում, այդ միկրո միջավայրում, թե մակրո միջավայրում մեծանա, թե ոչ։ Այդտեղից է գալիս այն։ Ու սա շատ անկեղծ ու ներքին հարց է։ Ամեն մարդ ինքը իր համար այդ հարցը պիտի տա։ Ինքը ուզում է իր երեխան տվյալ միջավայրում մեծանա ու ապրի։ Եթե այո, օքեյ։ Եթե ոչ, ինչ է անում դա փոխելու համար։ Մարդկա ասում է լավ, ես կփոխեմ, ես ինքս չեմ խափի։ Մեկ։ Երկրորդը ասում է լավ, ես ինքս չեմ խափի, բայց ոնց որ դա չի կումուլացվում ժամանակի ընթացքում այդ ջանքը, ես միգուցե միջավայրս փոխեմ։
Երրորդը ասում է, լավ, ես մի քանի այլ բան էլ ավել կանեմ, կփորձեմ համոզել հարևանիս եւ բարեկամիս, որ ինքն էլ չխափի։ Ես շատ պրիմիտիվ ասում եմ, որովհետեւ կարծում եմ իրականում հարցերի լուծումները ամենաբազիսային մակարդակի մեջ են գտնվում։ Հարցը չի վերաբերվում, թե այս տվյալ պահին որ ԱԹՍ-ն որ կամ ուղղությամբ է լավ թռչում, թե ում մոտ ավելի մեծ բոմբ կա դրված։ Չէ, այդտեղ չի։ Ավելի բազիսային մակարդակում է գտնվում, որովհետև եթե քո միկրոմիջավայրը լավն է, դու սկսում ես ձգել տաղանդը ամբողջ աշխարհից։ Դու սկսում ես ինչի են մարդիկ օրինակ գնում ուզում Շվեյցարիայում ապրել։ Ինչի են գնում օրինակ ոչ մեկ հարց չի տվել իրեն կամ Սինգապուրում ապրել։ Որտեվ միջավայրը լավն է։ Եվ այստեղ փողի խնդիրը չի միայն, որտեվ երկրներ կան, որ շատ ավելի շատ հնարավոր է գումար աշխատես, բայց չես ուզում դու այդ միջավայրում ապրես։ Նաև բնապահպանական միջավայր է։ Այո, նաև իհարկե։ Նաև այդ աղտոտությունը, նաև ամեն ինչը։ Իհարկե։ Ու մեկը էլ է գալիս մարդու եւ քանի որ կապ հաստատենք քո մասնագիտության հետ, դա կուզեմ այդ մեսեջը հստակ հնչվի որպես մասնագիտության պայք ով ավելի հանձնվում է հիվանդությանը, ինքը ավելի արագ է այդ process-ը լինում։ Այսինքն պայքարելը պետքա պայքարի մարդը։ Ցանկացած բարագայում պայքարելը կարծում եմ ճիշտ է, հուսանք որ ամենակարևոր պայմանն է պայքարելը, եթե հանձնվեցիր, գիտես, այսինքն ամեն օր այդ բաների մեջ արդեն ամեն օր այդ բաների մեջ ես լինում, այսինքն նույն մարդը լինում է մինչև վերջին օրը պայքարում է, լինում է մարդը միանգամից հանձնվում է։ Ու ինչի դաժան թեմայի վերադարձանք հարյուրավոր երեխեք ես տեսնում, որ տեսնում ես մարդիկ իրանք կյանքի մայի պայքար են տալիս, բայց մարդը տեսնում ես, որ թեթև մի հատ քամի է լինում, մի հատ իր կենցաղի համար ինքը հանձնվում է։ Ասում ես ոնց է երեխան, որ ինքը ամեն տրամաբանությամբ ինքը պետքա չպայքարեր հանձնվեր, բայց ինքը կռիվ է տալիս, դաժե եթե դատապարտված լինելով։ Իսկ այն մարդիկ, ովքեր թեթև չնչին, մենակ իրանց ընկերներից հրաժարվեն, իրանց եղբայրներից, իրանց գաղափարներից, իրանց բարոյականությունից հրաժարվեն, մենակ այդ կոմֆորտը իրանք պահեն։ Այսինքն այդ չպայքարելու տեսակն է, որ ինչ է, այսինքն ինչա կատարվել։ Որովհետեւ զուգահեռ կանելով քաղաքականության մեջ են անցնում։ Դա քաղաքական հարություն ենք կանով ամբողջապես 1-2 հիասթափությունից հետո շատ դժվար է մարդկանց նորից հետ բերել արթնացնել, այսպես ասած, որ պայքարի ոգով լցվեն, որովհետեւ անու առնվազն ինչ մենք հիմա ենք տեսնում 20 թվականի պատերազմից, այդ հետ պատերազմի զարգացումից հետո հանրության մոտ մեծամասամբ ապաթիա է։ Այսինքն մարդիկ վախում են քաղաքականություն բառը լսելուց, վախում են դրանից զբաղվելուց, չեն ուզում հետաքրքրվեն, մերժում են թե նախկիներին, թե ներկաներին։ Բայց այստեղ քաղաքականության հարցը չի, Լևոն ջան։ Այստեղ լրիվ ուրիշ հարց է։ Այստեղ հիմա մարդուն շատ ճիշտ տեղի խփեց Գևորգը։ Եթե դու ստի դեմ պայքարում ես, արդեն ինչ քաղաքականության մասին է խոսքը։ Եթե տեսնում ես մեկի հանդեպ անարդար են գործել, անարդար են վարվել, այդ մարդուն պաշտպանում ես, դրա մեջ ինչ քաղաքական տար կա։ Այսինքն ինչի են ուզում մարդիկ բարոյականություն պաշտպանելը, կապեն ով որ այսօր բարոյականության մասին է խոսում, իրան ասում են դու քաղաքականացված ես, դու ստերի կողմից ես ուղղորդվում, այսինքն բայց դա բարոյական արժեք։ Մարդը հոգևոր արժեքից է խոսում, ասում են դու եկեղեցում ես, պաշտպանում նշանակում է դու քաղաքականացված ես, նշանակում է դու տերորիստ ես։ Այսինքն աբսուրդի է հասել բարոյականությունից, հոգևոր սննդից խոսալու, այսինքն ամեն ինչ կապում են, իրանք են ուզում էժանացնել, այսինքն իրանք են ուզում քաղաքականացնել։ Իրանք ուզում են այդ մեղադրանքները բնականաբար պետք է հնչի։ Բայց այդտեղ խոսքը ես կոնկրետ օրինակը բերում եմ հանրության այն մոտ 50% պլյուսի մասին, ովքեր ընդհանրապես չեն ուզում այդ ամեն ինչի մեջ ներգրավել։ Իսկ դա պայքարի բացակայությունն է։ Պատճառները տարբեր կարող է լինի։ Այստեղ չեմ կարող տենց հստակ։ Երկրորդ ենթահասկանում պես դուք նշեցիք, որ առանձին պայծառ անհատներ կան, ովքեր փորձում են հասարակությունը առաջ տալ։ Հիմա բնականաբար պետք է ասենք, որ այդ անհատները պետք է համախմբվեն։ Ոստեղ թե բժիշկները, թե գրողները, թե այլմասիկները համարում են մտավորականություն, ճիշտ է։ Ու մտավորականության դերը պետք է բարձրացվի որպես համախմբող շրջանակ։ Բայց ցավոք մենք տեսնում ենք, որ դա էլ չկա Հայաստանում։ Էլի առանձին գուցե անհատներ, մտավորականներ, անհատներ գուցե փորձում են այդ մարդկանց ոտքի հանեն, այդ կրակը վառպեն, բայց ընդհանուր առմամբ որպես այդպեսին մտավորականությունը իր առաքելությունը չի կատարում, իսկ հանրությունը դրա հետևանքով պայքարից դադարել է պայքարել։
ենթարկվել է ապաթիայի։ Հիմա մենք այսօր ունենք գոնե ինչ-որ տեսական դրա լուծումը։ Կամ ձեր կարծիքը այդ մասով ինչ կարելի է անել։ Դե տեսական լուծում ասեմ, թե գործնական լուծում ասեմ, այդպես ընդհանուր մեկ լուծում չունեմ, բանաձև չունեմ, որ ասեմ։ Ես կարծում եմ, ինչքան շատ լինեն մարդիկ, ովքեր որ այդ հարցը իրենք իրենց կտան, անկեղծորեն այսօր իրենք գտնում են, որ սա իրենց երեխաների համար լավագույն տարբերակն է։ Եթե այո, օքեյ։ Եթե ոչ, ինչ են անում դրա համար, այդ մեկ։ Երկրորդը, եթե մարդիկ կան, որ ցանկանում են ինչ-որ բանի մեջ փոփոխություն անել, դա նշանակում է ինչ-որ բանով պատասխանատվություն են վերցնում։ Եթե կան այդ մարդիկ, պիտի ենթադրում եմ այդ ուղղությամբ քայլեր անեն։ Եվ նաև նայեք, հիմա մենք խոսում ենք պետության մասին, չէ՞, չենք խոսում օրինակ աշխարհագրական տարածաշրջանի մասին, չէ՞։ Պետությունը ենթադրում է, որ տվյալ ազգը, հա, կամ ազգերը, կամ տվյալ պետության քաղաքացիները, ժողովուրդը տվյալ պահին խոսում ենք հայ ազգի մասին։ Եթե կամ հայ ազգը եւ նաեւ ունենք իհարկե ազգային փոքրամասնություններ, տարբերություն չկա իմ համար։ Հայաստանում բնակվող Այո, իմ համար օրինակ ես կարծում եմ մեկ-մեկ դրա մասին է որ խոսում ենք, ասենք օրինակ իմ համար իրոք եզդին թե հայը տարբերություն չկա ընդհանուր առմամբ։ Կարծում եմ նույն ժողովուրդն ենք տարբեր ավանդույթներով, այսպես ասած, ենթագիտակցորեն այդպես եմ ընդունում։ Բայց մենք պատրաստ ենք ունենալ մեր երկիրը, մեր պետությունը։ Այստեղ է հարցը, որովհետև նայեք, հայերը ամենտեղ նորմալ կարողանում են ապրել, աշխատել, եթե նկատել ենք։ Շատ մեծ հաջողությունների հասնել, շատ մեծ հաջողությունների հասնել։ Եվ աշխարհում քանի ազգություն կա, որ ունի պետություն։ Շատ քիչ։ Չէ, համեմատություն, չէ, համեմատություն 5000-ից 200-ն է։ Այսինքն շատ քչերն ունեն այդ 5000 ազգից 200 պետական ազգային պետություն գոյություն ունի։ Այո, եւ շատ քչերին է, որ տրված է դա, եւ մենք կունենանք, չենք ունենա, դա մեզնից է կախված։ Որտեվ եթե մենք դա ունենք, դա չի նշանակում, որ իներցիայով դա շարունակվելու ու մենք դա տեսանք։ Մենք տեսանք մեր կոպիտ ասած ամբողջ հայոց պատմությունը մեր աչքի տակ անցավ ընդամենը մի քանի տարվա մեջ։ Մենք տեսանք, մենք կորցրեցինք Արցախը եւ հիմա վախենում ենք Արցախ անունը տալուց։ Մենք իմ կարծիքով մենք այս կորցրել ենք մեր Արենցիռը։ Չասեմ Արենցիռը, նաեւ ազգը իմ կարծիքով մի քիչ պիտի այդ ոգին ունենա։ Ես չեմ տեսնում այսօր։ Ես այդ ոգին չեմ տեսնում, որը ունակ է այդ պետությունը պահպանելու։ Եթե ազգը վախենում է, ընդհանուր առմամբ ես չեմ ընդհանրացնում, որտեղ բազմաթիվ կան մարդիկ եւ որոնք նաեւ ես տեսնում եմ այդ կայծը որ կա, ես տեսնում եմ այդ մարդկանց մեջ այդ բորբոքը։ Եթե պիտի մեր ազգային սիմվոլները հանենք, ասենք, կամ ընդհանրապես ազգային բառը այստեղից այնտեղից հանենք, ինչ որ абսուրդ բացատրություններով, գիտեք, ու մեկ-մեկ լսում եմ այդ մարդիկ կան, որ մտածում են իրենք շատ զարգացած են, բայց կարծում եմ շատ հեռու են զարգացվածությունից, իմ խորին համոզմամբ, եւ մտածում են, եթե մի երկու տեղ այցելել են, դա իրենց բավականին զարգացման ինչ որ շղարշ է տվել, բայց այո, բայց եւ մտածում են, որ եթե մենք որպեսի մենք լինենք այդ համաշխարհային կողորտայի մաս, այդ աշխարհի զարգացած ազգերի մաս, մենք պիտի տենց այսպես միաձուլվենք եւ չլինի որևէ ազգային բան, այդ մարդիկ ուղղակի ինչ ասեմ, կամ մոլորության մեջ են, կամ ցավոք կարծում եմ իրենք ստիպում են այդպես ասել։ Իրենք, չէ, ոչ թե ասեմ մոդայիկ է, իրենք պարտավորված են տարբեր կապերով այդպես ասել։ Այսինքն, թե չէ, բանական մարդը շատ լավ հասկանա, կամ եթե մարդը տեսել է իրականում, որովհետև բոլոր այդ զարգացած երկրներում, բոլոր իհարկե ազգային արժեքները, սիմվոլները, ամեն ինչը ոգին պահպանված է, հակառակ պարագայում, չէ, կարծեմ Չերչիլն է, չէ, ասել, եթե պիտի մշակույթը փակենք, ինչի համար ենք պատերազմում։ Չէ՞։ Այսինքն, սա հիմքն է, եթե պիտի վախի մեջ ապրենք, ինչի ապրենք։ Վախի մեջ ապրելը որս է։ Ես չեմ պարծենկոտությունն ու մեծախոսությունը երբեք չեմ ընդունել, բայց նաև վախի մեջ ապրելը, եթե վախեցած պիտի, եթե իմ երեխան պիտի մեծանա վախի մեջ, որ մեկը կարող է գա գլխից խփի, հա։
ես շատ հարաբերական եմ ասում, ասես պատկերավոր եմ ասում, մեկ ասում եմ, նկատի ունեմ այլ պետություն կամ։ Այսինքն չունենա այդ ինչ ասեմ։ Այո, այդ ինքնասիրություն արժանապատվություն է, ազգային ինքնասիրություն ես չեմ տեսնում, ցավոք, իսկ ցանկացած պետություն իմ կարծիքով առաջին հերթին առաջ է գնում ճիշտ առաջնորդությամբ։ Այսինքն հայկական այդ ասացվածքը ասում է, չէ, դուք գլխից է հոտում։ Կամ նույն ձևի եթե արգուցների Pride-ին ղեկավարում է ոչխարը, այո, միանշանակ։ Ինչ է լինում եւ հակառակը ոչխարների հոտին եթե արգուցը ղեկավարում։ Հիմա եթե մենք ունենանք բավարար որպես ազգ, որպես ամբողջություն, եթե մենք ունենանք բավարար քաջություն, բավարար խելք, բավարար իմաստություն, այդ իրավիճակը փոխելու կհաջողենք։ Չենք ունենա։ Հայերը աշխարհի բոլոր տեղերում էլ գտնում են իրենց հացը։ Մերսի շատ, այսօր մի քիչ, բայց լավ նոտայով ավարտեցինք, այսինքն մեր անմա որ շատ դրական ես մեկ էլ բանը մի հատ էս վերջինը արդյոք հրաշքներին հիմա բանը շատ բան է գրականությանը վերադառնանք հրաշքներին արժի հավատալ թե հրաշքները էլի բանի աշխատանքի ու պայքարի արդյունքը հետի մասնագիտական բան եմ ասում ճիշտ է մեկը չի շղթում իմ կարծիքով մեկը մյուսին չի շղթում ընդհակառակը լրացնում է իմ խորին համոզմամբ ես աստվածավախ մարդ եմ ես հավատում եմ Աստծուն եւ կարծում եմ մարդ արարած արդեն ինքն իրենով հրաշք է եւ կյանքը արդեն հրաշք է բայց իսկ ինչ վերաբերում է ջանքերին թե մենք ինչքանով ենք կյանքը ավելի սիրուն դարձնում գեղեցիկ դարձնում դրան է վերաբերվում Շնորհակալ ենք շատ մերսի շատ շնորհակալ ես եմ շնորհակալ